Պարոն Խզմալյան, նախաձեռնել եք նոր կուսակցություն ստեղծել, որն է լինելու այս կուսակցության հիմնական ասելիքը, թե հաշվի առնենք, որ Հայաստանում շատ կուսակցություններ կան եւ դեռ հնարավոր է մինչեւ 2017 թվականի ընտրությունները էլի նոր կուսակցությունների հայտ կան։ Իսկապես մի խումբ համախոհներով եկել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել եվրոպական ուղղվածության կուսակցություն եւ պայմանական աշխատանքային վերնագիրն է անունը, որը վերջնականապես կճշտվի ըստ երևույթի քննարկումների եւ խորհրդակցությունների ընթացքում լինելու է կամ առայժմ եվրոպական ընտրություն կուսակցությունն է։ Դուք ասացիք, որ Հայաստանում կան շատ կուսակցություններ եւ սա երևի ամենահաճախ լսվող հարցն է, հնչող հարցն է, որը ես գոնե ստանում եմ այս օրերին, երբ կիսվում եմ մտահղացումներով, ասում են, որ 100-ից ավել կամ մի քիչ պակաս կուսակցություններ կան եւ ինչ կարիք ունի երկիրը ազգը եւս մի կուսակցություն ունենալուն։ Իմ խորին համոզմամբ սա թյուր կարծիք է։ Հայաստանում կան ընդամենը 2 կուսակցություններ, մեկը բազմանուն մեծ իշխող կուսակցությունն է, որտեղ կան նախկին իշխանությունները, ներկայիս իշխանությունները, կուսակցություններ, որոնք երազում են ապագայում այդ լապամանին մոտենալ եւ դառնալ իշխանություն, դրանց բոլորին կարելի է բնութագրել որպես մեկ կուսակցություն եւ այդ կուսակցության հիմնական առանցքը եւ բնորոշումն է այն, որ նրանք ստեղծված են եւ վերահսկվում են ռուսական հատուկ ծառայություններով կամ դրանց տեղական ստորաբաժանումներով։ Դրանք ծառայում են կայսրությանը, դրանք կայսրապաշտ են։ Երկրորդ կուսակցությունների խումբը շատ փոքր է, անուններ չտամ, որ ոչ ոքի չնեղացնեմ, դրանք կան 1-2-ն են եւ նրանք փնտրում են Հայաստանի համար նոր ուղի, ուրիշ ճանապարհ եւ մենք հենց այդ ճանապարհն ենք փնտրում, հենց այդ ընտրությունը ըստ իմ եւ իմ համախոհների խորին համոզմամբ դա եվրոպական ուղղությունն է, Հայաստանը պետք է դառնա Եվրոպական միության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ եւ Հայաստանը կարիք ունի եվրոնորոգման, եվրորեմոնտի։ Եթե շատ կարճ, շատ հակիրճ մեկ նախադասությամբ ես այսպես կբնորոշեի մեր նախագիծը, մեր նպատակը։ Պարոն Խզմալյան, ընտրություններին մասնակցելու եք, թե ոչ առաջիկա ընտրություններ նկատի ունեմ 2017 թվականի եւ եթե այո, ապա այս ամիսները ձեր կարծիքով բավարար են մեր հասարակության հետ աշխատանք տանելու մասով, որովհետեւ եթե խորհրդարանում կա ռուսամետ իշխանություն եւ ընդդիմություն, արտախորհրդանական ուժերի մեծ մասն է հիմնականում Ռուսաստանի այդ նախագծերը քարոզող, ապա հասարակության մի ստվար զանգված էլ միջև հիմա մտածում է, որ եթե Ռուսաստանը չլինի, եթե ռուսը չլինի, այսպես ասեմ, թուրքը մեզ կուտես հոգեբանությունը կա հասարակության մի մասի մոտ։ Ուստի այս աշխատանքների մասով ինչ եք կարծում, բավարար ժամանակ կա։ Եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, մտածում են շատերը, չնկատելով, որ հենց ռուսն է մեզ ուտում, ավելի ճիշտ իհարկե այստեղ ոչ թե Ռուսաստանի մասին է խոսքը, այլ այն խունտայի, որը նախ եւ առաջ Ռուսաստանն է ուտում, մեզ էլ հետ է։ Բայց ես պետք է պատասխանեմ ձեր հարցին, ընդ որում լուրջ պատասխանները պետք է լինեն շատ հակիրճ, այո կամ ոչ։ Դուք հարցրեցիք մասնակցելու ենք ընտրություններին, թե ոչ, եւ ես պետք է շատ միանշանակ պատասխանեմ, բայց այն սա հենց այն օրինակն է, երբ կարճ պատասխանի համար անհրաժեշտ է մի փոքր մեկնաբանություն։ Բանն այն է, որ տասնամյակներով Հայաստանում որևէ ընտրություն իմաստազուրկ էր։ Ինչ իմաստ ունի մասնակցել մի կատակերգության, որի սցենարը հայտնի է, որի այսպես կոչված հաղթողները վաղուց արդեն նշված են եւ խոսքը կարող է գնալ ընդամենը 1-2 տեղ ունենալ չունենալու դեկորատիվ հնարավորությունների մասին։ Ես ինքս երկար տարիներ հենց այդպես է վերաբերվում, սակայն կարծում եմ, որ հիմա ստեղծվում է մի նոր իրավիճակ եւ հենց դա է պատճառը, որ այո, մեր խումբը, եթե դառնա կուսակցություն, կփորձի մասնակցել, եթե հասցնի գրանցվել, որովհետեւ ինձ դեռ հայտնի չեն այդ բոլոր պայմանականությունները, ես դրա փորձը չունեմ, սակայն այո, կուսակցություն ստեղծելու նպատակն է մասնակցելը ընտրություններին,
եւ փորձել հանրությանը համոզելու մեր սկզբունքների ճշմարտության եւ արդարության մեջ։ Ապա ինչու այս պայմաններում անհրաժեշտ է իմ կարծիքով մասնակցել ընտրություններին, որովհետեւ ինչպես ասացի, օրեցօր փոխվում է իրավիճակը եւ նախ եւ առաջ ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում։ Ինչու Ռուսաստանում, ինչեւ ես դա կարևորում, կրկին բազմիցս լսում եմ ինչ գործ ունեք Ռուսաստանի հետ, մեր գողերը, մեր մարտակերները եւ այլն եւ այլն։ Բանն այն է, որ նման հայտարարություններ անող մարդիկ կամ միամիտ են, կամ չարամիտ փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Պետք է որ բոլորս արդեն շատ լավ հասկանանք, որ վաղուց արդեն իսկ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ոչ միայն տեսականորեն, այլ նաև արդեն Կալաշնիկով գնդացիրի թիրախի ներքո եւ միայն այդպես են ձևավորվում իշխանությունները եւ նրանց կցորդները Հայաստանում։ Ուրեմն ինչու է կարևոր Ռուսաստանի շուրջը եփվող բորշը։ Իսկ այն ինչ է եփվում աննախադեպ է։ Չգիտեմ, հասնում են մեր բնակիչները, մեր երկրի բնակիչները ռուսական ստերը եւ հայկական սերիալները նայելուց զատ դիտել նաեւ համաշխարհային այցուդարձը իրական նորությունները այդ նորությունները իսկապես տագնապալից են եւ սա արդեն ոչ թե իմ կարծիքն է կամ մի խումբ իդեալիստների Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը փոխանակվում են արդեն շատ կոշտ, մեղմ ասած կոշտ հայտարարություններով, որոնք արդեն օրինակ 3 ստացել են վերջնագրի տեսք։ Պուտինը արդեն ակնարկում է միջուկային զենքի կիրառման մասին, թեև բոլորից լավ նա է հասկանում, որ սա բլեֆ է, բայց այդ բլեֆը հիմնականում ուղղված է ներքին օգտագործմանը, սեփական ազգաբնակչության հասկացնելու, բացատրելու մասին, որ շարունակվել է շատ կոշտ այդ դիրքորոշումը, որ ընդունված է արևմուտքի վերաբերյալ, տնտեսական անկումը հասնում է խայտառակ թվերի եւ կոծկել դա այլևս անհնար է։ Դա առանձին մեծ թեմա է, մեզ համար կարևոր է այն, որ Հայաստանի իշխանության հիմքը, ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական հիմքը հիմա խարխլված է, սասանվում է եւ ավելին քան երբևիցե մոտ է տապալմանը։ Առավել եւս որ իմ սերունդը տեսել է դա արդեն 90-91 թվականին եւ մեզ համար դա բոլորովին ֆանտաստիկ սցենար չէ։ Սա արդեն եղել է եւ ես բազմիցս վերջին ամիսներին ու տարիներին ասել եմ, որ դա լինելու է։ Այսօր ես կարող եմ ամենայն չեմ ասի պատասխանատվությամբ, բայց գոնե հաստատությամբ եւ համոզվածությամբ պնդել, որ խոսքը գնում է արդեն ամիսների, եթե ոչ շաբաթների մասին։ Պարոն Խզմալյան, հետևյալ հարցն եմ ուզում տալ, ասացիք մի քանի համախոհների հետ նախաձեռնում եք կուսակցություն ստեղծել։ Հայաստանում կա մեկ կուսակցություն վերջերս ստեղծված Լուսավոր Հայաստանը, որը եւս իր ապագան նախանշում է, որ պետք է լինի եվրոպական Հայաստանի ապագայի մասով։ Կան արտախորհրդանական ուժեր, Հանրապետություն կուսակցություն, Հայոց համազգային շարժում, որոնք եւս այս տեսլականն ունեն։ Համագործակցություն այս ուժերի հետ ապագա խորհրդանական ընտրություններին ընդառաջ նախատեսում եք, թե մտածում եք բոլորովին նոր այսպես կառույց ստեղծել եւ մի անձնյա հանդես գալ։ Նախ եւ առաջ կուսակցությունը ոչ մի դեպքում չի լինելու, չնայած որ դուք այդ հարցը չտվեցիք, բայց ես ուզում եմ դա շեշտել, որ ոչ մի դեպքում չի լինելու մի անձնյա, քանի որ դուք այդ խոսքն օգտագործեցիք, մի անձի կուսակցություն ոչ։ Արդեն կանոնադրության մեջ նշված է, որ դա լինելու է 6-7 համանախագահների կառույց ռոտացիայի։ Ես հասկացա ձեր։ Այո, հիմա ուղղակի ասեմ,
որ դա բոլորովին, ասենք, իմ անձնական օգտագործման կուսակցությունը չպետք է լինի, բայց այնուամենայնիվ ձեր հարցը լուրջ է եւ ես կպատասխանեմ այսպես. բնականաբար այո, խոսքը գնում է Հայաստանում մի ամբողջ բևեռ, քաղաքական նոր բևեռ ստեղծելու մասին։ Ես վստահ եմ, որ շատ անսպասելի դաշինքներ կլինեն եւ շատ անսպասելի կազմակերպություններ եւ մարդիկ կհայտնվեն այդ բևեռում, ավելին ասեմ, արդեն տարուց ավել անցել է այն մի շոկային ինձ համար մի իրադարձությունից, երբ ոչ ավել ոչ պակաս կան Արտուր Բաղդասարյանը հիմնելով մի ուրիշ տեղից վերցրած մեղմ ասած անվանումը իր կուսակցության նոր կուսակցության, հիմա այդ մասին արդեն մոռացել են, բայց այդ կուսակցության դրոշի վրա, դրոշի մեջ, խորհրդանիշի մեջ օգտագործված էր Եվրոմիության դրոշը։ Այսինքն ակնհայտ էր, որ իշխանությունները արդեն վաղուց մտածում են նման մի կեղծ բևեռ, իմիտացիոն բևեռ ստեղծելու մասին եւ դրան պետք է պատրաստ լինել։ Ահա ինչու շատ կարեւոր է, որ այդ բևեռը լցվի մարդկանց եւ այն ուժերով, որոնք իրականում եվրոպացիներ են, իրականում արևմտամետ են, ես դա չեմ օգտագործում հայհոյանքի ձևով, ինչպես մեզ մոտ ընդունված է արևմտամտությունը, ես նկատի ունեմ, որ այստեղ պետք է իշխի մեկ սկզբունք, ինչն է դարձնում Եվրոպան Եվրոպա եւ Ասիան Ասիա։ Երևի ամենակարճ բնութագրումը կլինի այն, որ Եվրոպայում իշխում է օրենքը, Ասիայում իշխում են հասկացությունները, ինչպես ասում են ռուսները, понятия, կամ ավելի ճիշտ անձնական հարաբերությունները։ Եթե մենք ապահովենք երկու խնդիր Հայաստանում, երկու սկզբունք, երկու հիմք, ազատություն եւ արդարություն, այսինքն քաղաքական տնտեսական ազատություններ քաղաքացիների համար եւ արդարություն նույն քաղաքացիների իրավահավասար բոլորի համար նույն սկզբունքներով, հիմունքներով արդարություն մեր գործը հիմնականում արված կլինի։